Դուք Հա, ես եմ տիկի։ Կարոյի մոտ եք, ամուսնուս հետ ամեն ինչ նորմալ է։ Իրականում ես ուրիշ գործով էի եկել, բայց ձեր ամուսնու բժիշկի հետ խոսացել եմ ու առողջական վիճակից էլ տեղյակ եմ։ Իսկ ամուսնուս գործից ինչ կա։ Գտաք այդ մարդունով, որ այդ ամեն ինչը կազմակերպել էր։ Ոչինչ չեմ կարող ասել, դեռ հետաքննություն է գնում։ Պարոն Հովեյան, դուք գոնե հասկանում եք ով է ձեզ հարցնում։ Ձեզ հարց է տալիս Մակարյանի աղջիկը Մակարյանի փեսայի մասին։ Տիկին, դուք այդպես էլ չհասկացաք, որ ոչ մեկի ազգանունը ինձ մոտ դեր չի խաղում։ Եթե ասում եմ հետաքննություն է գնում, ում քույրը, կինը կամ մորաքույրը ուզում է լինի, միևնույն է, ոչինչ չեմ կարող ասել։ Լավ, պարոն Հովեյան, երևի կարիք չկա ասելու, չէ՞ որ դուք շատ կփոշմանեք։ Մի անգամ արդեն ասել եք։ Արդեն ահագին ժամանակա փոշմանած ման եմ գալիս, տիկին։ Ինձ թվում է դուք գիտեք ես ինչերի եմ ընդունակ, ու երևի կարիք չկա ասելու, որ պատասխան եք տալու։ Անհամբեր սրտի թրթիռով կսպասեմ, տիկին։ Հիմար։ Ինչու ես այդպես տարօրինակ նայում։ Պարզապես հիանում եմ։ Պատկերը սրահում չենք։ Պատկերացրու, պատկերը պատկերասրահին ոչինչով չի զիջում։ Համ գեղեցիկ է, համ ճաշակով, համ էլ բազմակետեր։ Լավ, դե վերջացրու։ Բայց ինչքա հետ եմ ասում, չեմ հասկանում քեզ։ Սխալ բան եմ ասում, ասում եմ, որ չափազանց գեղեցիկ ես։ Վայ, մամաչեցնում ես վերջ տուր։ Բայց դու ինչ տարօրինակ մարդ ես։ Չեմ հասցնում մտքի թռիչքին հետևել։ Հիմա գեղեցիկ եմ, թե տարօրինակ։ Երկուսը միանգամից։ Ու կյանքում չեմ տեսել այնպիսի մի կին կամ աղջիկ, ում կհաջողախոսես, կասես, որ դու ամենագեղեցիկն ես, ինքը կասի, վայ դե լավ, ով է։ Իսկ ինչու հաճախ ես նման հայտարարություններ անում ուրիշ կանանց։ Երբեմն։ Բայց դու ոնց որ չես վախենում, հա։ Ումից։ Դե օրինակ Էլենից։ Իհարկե ոչ։ Ու այսօր դրա մասին ասացի։ Այդ դա էլ է իմ համար զարմանալի։ Ինչու։ Էլ որ չես վախենում, որ Էլենը ինձ կարող է սպանի, բայց չես էլ վախենում, որ կարող է սիրի։ Ես ինչ գործ ունեմ Էլենի զգացմունքների հետ։ Լավ, իմ զգացմունքների հետ գործ ունես։ Չեմ հասկանում ինչու ես անընդհատ սլաքները ուղում դեպի քեզ։ Դե որովհետև որ ուղղում եմ դեպի քեզ, դուրս չի գալիս, ստիպված իմ ուղղությամբ եմ տանում սլակները։ Իսկ չեն կարող ուղղակի լռության մեջ սուրճ խմել, առանց ավելորդ խոսակցությունների։ Դե իրականում ես չխոսել, լռել կարող եմ, բայց քո վրա այդքան վստահ չեմ։ Այդ ինչու։ Դե որովհետև լաչար կատուները լռելու հետ սեր չունեն։ Եվ դու մտածում ես, որ դու ինձ կարող ես լաչար կատու ասել ու ես պետք է լռեմ։ Ես էլ քեզ չասեմ, որ դու բռի անտաշ չոբան ես։ Վաղուց չէի լսել հաջողախոսություններ, ոնց կլինի պիտակավորումներ 2 ժամ չլսեի։ Դու մի անհանգստացիր, ես չեմ մոռանա։ Եթե հանկարծ մի պահ նման բաներ լինի, դու այնպեսի վարկ չես դրսևորում, որ երկար մոռանամ դրա մասին։ Կարևորը այդ ամենը սիրով արվի։ Սիրունս։ Ախշուն ջան, մի հատ էս թեյը մուրաբայով խմի, մի լավ քրտնի որ դասվես։ Իդա ջան, դու որոշել ես ինձ բուժես, թե սպանես։ Բայց ինչի ես տենց ասում, ինչը սրտովդ չի։ Եթե ես մի բաժակ էլ տաք չայ խմեցի, կտրաքեմ։ Դե լավ,
Թող մնա մի քիչ հետո կխմես։ Նախշում։ Լսի դու ոնց որ ջուր ես, գիտես։ Գնամ սենյակից հագուս բերեմ փոխվես, որ չմրսես։ Ես կքինեմ, դու հանգիստ նստի, ես կքինեմ կփոխվեմ։ Գնա, բայց շուտ որ չմրսես։ Տեսնում ես կարում չում դու էլ շուտ հա շուտ։ Որ ինձ լսես, մինչև վաղը ոտքի կկանգնես։ Անուշ ջան, տանն ես։ Չէ, մամ ջան, դեռ տանը չեմ, բայց շուտով կլինեմ։ Նախշունը ոնց է։ Լավ չի նախշունը, Անուշ ջան, ջերմության մեջ վառվում է։ Ես այսօր կմնամ մոտը կխնամը, որ մինչև վաղը ոտքի կանգնի։ Թե չէ իրան, որ մենակ թողնենք, իր համար ոչինչ չի անի։ Ճիշտ ես անում, մամ ջան։ Բայց խնդրում եմ զգույշ կլինես դու էլ չվարակվես։ Չէ, Անուշ ջան, ես ինձ ապահովագրել եմ, ու եթե ինչ-որ բան պետք լինի, ես քեզ կզանգեմ։ Հա։ Անուշ, ինչ-որ բան է ուզում ասեի, մտքիցս թռավ։ Դե հենց հիշես զանգիր, մամ ջան։ Անուշ, հիշեցի, դե ես որ գիշերը ստեղ եմ մնում, դու էլ զանգի, թող ես գիշեր Շուշին էլ մեր տանը մնա, լավ։ Լավ, մամ ջան, բարևիր Նախշոնին։ Ոնց էր սիրելի զոքանչս։ Այնքան ես ասելու վերջը։ Այնքան եմ ասելու, վերջը ասածս իրականություն դառնա, ու դու էլ փախնելու տեղ չունենաս։ Հասկացանք իրար։ Արև ձեզ։ Էդվարդ ջան, ինչ ես անում այստեղ։ Ես կողմով անցնում էի, ասացի մտnem տեսնեմ Կարոն ոնց է։ Դե նույնն է, ոչ մի փոփոխություն չկա։ Չնայած Ինչ։ դե բժիշկները ինչ-որ նոր բուժման կուրս են նշանակել ու հույս ունենք, որ արդյունք կլինի։ Հա։ Ինչ լավ բան ասեցիք։ Մնում այդ հանցագործին էլ գտնեն ու ամեն ինչ իր տեղին կնի։ Հա, ուրեր։ Ոստիկանությունից բան չեն ասում, հետքի վրա չեն ընկել։ Չէ, այդ քնիչը գժի մեկն է։ Բան է ասում, մարդ բան հասկանա։ Բայց ինչ որ բան կա։ Չեմ կարծում, դե որ մի բան լիներ, ինձ թվում է գոնե թեթև կակնարկեր։ Դե կարևորը գտնեն, ոչինչ թող չասեն։ Հիմա ամենակարևորը իմ համար, որ Կարոն ոտքի կանգնի, մնացածը էական չի։ Ես վստահ եմ կգա այդ օրը, որ Կարոն ոտքի կկանգնի։ Էդվարդ ջան, ես անչափ շնորհակալ եմ, որ այս դժվար պահին մեր ընտանիքի կողքին ես, չնայած, որ Կարոն խնդրել է, որ մեր տուն չգաս։ Այդ կապ չունի, մենք քո նոր չենք ճանաչում իրար։ Ես սրտանց ուզում եմ, որ Կարոն ոտքի կանգնի։ Ապրես, շնորհակալ եմ։ Եկեք ձեզ տուն ճանապարհեմ, մեքենայով եմ։ Չէ, Էդվարդ ջան, տաքսիս արդեն տեղում է, էլի շնորհակալ եմ։ Բացարձակ դրա կարիքը չկա։ Լավ մնացեք։ Դու էլ։ Բոլոր իր հետ վերցրել ես, բան չես մոռացել։ Չէ, ամեն ինչ հավաքել եմ, հեսա վերջացնեմ կգնենք։ Կուզես քեզ էլ տամ թարմացնես։ Չէ, մերսի։ Ինչ որ բան է եղել Ռեբեկա, մի տեսակ ես։ Չէ, ուղղակի այսօր վարածը չհասկացա։ Քեզանից չէի սպասում։ Լավա վերջում ներողություն չխնդրեցիր այդ Մարիա ինչա դրանից։ Այսինքն այն, որ ուղղակի արածը ճիշտ չէր։ Համոզված եմ, որ այդ քո խոսքերից, իր հանդեպ վերաբերմունքից Մանին սկսելու է քեզ վերևից նայել ու հաղթած է իրանց գալու։ Ինչ ես խոսում, Ռեբեկա։ Ինչ, կարող ես սխալ եմ ասում։ Հիմա ինքը կմտածի, որ ինքը իրոք միշտ հրեշտակ ա եղել, ու դու էլ վերջապես հասկացել ես, որ շատ անարդար ես վարվել իր հանդեպ, ու հիմա որոշում ես մեղքերդ քավես։ Ռեբեկա, այսօր շատ լավ օրենք ունեցել, տրամադրությունս մի փչացրու։ Ես քո տրամադրությունը չեմ փչացնում, Մագա։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ դու պետք չէ այդքան երես տաս այդ Մարիին։ Ես շատ լավ գիտեմ ինչ եմ անում։ Լավ կլինի դու ինձ ուղղություն ցույց չտաս։
Ես քեզ ուղղություն ցույց չեմ տալիս, Մագա ջան։ Ուղղակի որպես մոտիկ ընկերուհի զգուշացնում եմ, որ չմոռանաս դիստանցիայի մասին։ Դե հա, ես շատ լավ հասկանում եմ, որ դու հիմա փորձում ես Մարի ու Միշոյի հետ լավ լինես, որովհետև արանքում Դավիթն է, բայց ամեն դեպքում մի ցածրացի իրա դեմ։ Ու չափդ էլ շփման մեջ միշտ պահի, որովհետև Մագա, դու ինձանից լավ գիտես, որ Մարին հեչել հրեշտակ չի։ Ռեբեկա, ես Մարին շատ եմ նեղացրել, իսկ հիմա ուզում եմ, որ ամեն ինչ շատ լավ լինի, դասընկերների նման իրար հետ շփվենք, ու քեզ էլ խորհուրդ կտամ, որ քեզ նորմալ պահես։ Ես քեզ այս թեմայով էլ բան չունեմ ասելու, բայց չզգուշացնել չէի կարող, ամեն դեպքում մոտիկ ընկերուհիս ես, Մագա։ Շատ լավ, ուրեմն սրանից հետո ինձ էլ ուղղություն ցույց չտաս, լավ։ Լավ։ Գնացինք։ Թավս իզուր տաքսի չկանշեցինք։ Մա հանգիստ կգնայինք տուն։ Ուրեմն հանգիստ քայլում ենք էլի, հանգիստ հով եղանակա։ Ախպեր հոմենակ հով եղանակը չի հարցը։ Հենա անասունին հենց չեմ բացահայտել, չես պատկերացնում, ես ինչ անհանգիստ եմ Մարի համար։ Ես հասկանում եմ, բայց այսքան այստեղ հավաքված ենք, կենթանին հաստատ ոչ մի բան Մարին չի կարող անի, հանգիստ եղի դու։ Ախպերս ինձ հեշտ ես խոսում։ Այդ ամեն ինչը ես էլ եմ գիտակցում, բայց քո պատկերացնելով ես կարամ հանգիստ լինեմ։ Շուշ, ոնց որ հեռախոսը տա զանգում։ Հա, մամ։ Տուն եմ գալիս։ Ոնց լավ չես։ Մամ, ոնց քեզ մենակ թողնեմ ու գնամ Մարիից տուն։ Հաստատ։ Լավ եղավ, այդպես կանեմ։ Շուշ, ինչ ա եղել։ Մաման այրեն լավ չի զգում ու առավոտից ջերմություն ունի ու ինձ նոր է ասում այդ մասին։ Վայ, բա գնանք մեր տուն, տատիկին կասենք հավով ապոր կպատրաստի, կտանենք Նախշունքուրիկին։ Տատիկը արդեն մամայի մոտ է ու առավոտից, ու ինձ էլ ուղարկում են ձեր տուն։ Դե ինչ ես անհանգստանում, եթե տատիկս մամայիդ մոտ է, հաստատ շուտ ոտքի կգանգնի մամատ։ Գիտեմ, բայց անհանգիստ եմ։ Չէ, անհանգստանալու բան չկա։ Ուզում ես այսօր ես քո հետ գործի գամ, հետո միասին կգնանք մեր տուն, ու տենց դրամատուրգիան կբարձրանա։ Մարուսը ուր եք ուզում գնալ։ Հապ եմ ուզում գնամ Շուշիի հետ։ Չհասկացա։ Միշ, այս ժամերին մենակ Արմենն է այնտեղ լինում։ Արմենը ստեղ ընդհանրապես կապ չունի, Մարս։ Շուշ ջան, ինչ ճիշտ հասկացի, ցավը տանեմ։ Ստեղ խնդիրը ոչ քո գործի տեղն է, ոչ էլ Արմենն է։ Ինձ լավ ես էլի հասկանում ես, վերջի դեպքերից հետո ես չեմ պատրաստվում Մարին թողեմ ինքը մենակ ինչ որտեղ գնա։ Գոնե ես լավ, եկեք գիտեք ոնց անենք։ Եկեք իրար հետ կգնանք հիմա փաբ, հետո ես մի հատ գործով տեղ պիտի մտնեմ։ Կմտնեմ, հետո հետ կգամ, ձեզ կվերցնեմ, քեզ կճանապարհենք տուն, հետո ես քեզ կճանապարհեմ։ Միշո Արմենը ինձ միշտ ճանապարհում ա ու մեզ մենակ չի թողնի։ Ապրի Արմենը Շուշի ջան, շատ շնորհակալ եմ իրանից, բայց ես չեմ կարող հանգիստ լինեմ։ Հենց որ ես կգամ պարտադիր ձեզ կուղեկցեմ տուն։ Դե ավելի լավ, քեզ երկրորդ անգամ կտեսնեմ։ Ավելի լավ։
Հա, կարող։ Ոնց որ տեղդ լավ է, հա։ Չես ուզում դզվես, որ հանկարծ տուն չգնաս։ Ճիշտ էլ անում ես։ Մի քիչ էլ սենց հանգիստ բարգի, միջև կհասկանան հույս չկա ու ոտերի վրա հանած կտանեն նախնիներիդ մոտ։ Լսի հələ, այդ սախ էջ։ Այն օրը ոնց էիր հասկացել, որ աղջկատ նեղացնելու եմ ու հելել եկել էիր։ Թե ասա քեզ պետք էր եկար ընկար ձեռիս տակ։ Ապրե իրելի քո համար։ Չնայած ապրելը քո համար չի։ Հենց միտքդ փոխես ու երկու ոտի վրա կանգնես, իմացի, քեզ իմ ձեռներով սատկացնելու եմ։ Ահա, ես էլ կնիկը տա զանգում։ Կուզես բարևեմ։ Լսում եմ, տիկին Լիդիա։ Էդուարդ, քեզ պետք է խնդրեմ, որ քիչ հետո բար գնաս։ Ուղղակի ես մի քիչ առաջ եմ տուն մտել, շատ հոգնած եմ, չեմ ուզում այս ժամին դուրս գալ տնից։ Հա, իհարկե, տիկին Լիդիա։ Մենակ ասեք ինչա պետք անել, ես սաղ կկազմակերպեմ։ Արմենը պետքա գումար փոխանցի քեշով։ Հույսս ու միակ վստահելի մարդը դու ես։ Կարող է քեզ հարմար լինի իրենից վերցնես ու բերես մեր տուն, որ այդքան անես, էլ այսօր քեզ չեմ անհանգստացնի։ Անհանգստացնելու բան չկա, տիկին Լիդիա ջան, ինչ պետքա կանեմ։ Եթե ես չանեմ, ով պետք է անի, տիկին Լիդիա։ Իմիջայլոց, ինչ մեռել ես ու քեզ հլը չեն թաղել, կնոջդ մոտ շարունակում եմ աջ ձեռք աշխատել։ Բա կարող, դու ստեղ բույսի կարգավիճակում ես, բայց ես իմ դիրքերն եմ ամրապնդում։ Լավ, ես հելա, կարապետ, նայի հանկարծ ուշքի չգաս ու սաղ գործերս պռավալ տաս։ Լավ, ասում եմ այսօր շատ հավես անցավ, չէ՞։ Հա, շատ։ Ասում եմ կարող է ինչ որտեղ գնանք։ Օրինակ, ի՞նչ է մտքովդ անցնում։ Դե չգիտեմ, ինչ որ ապարելու հավես տակ, բայց այս անգամ մենք կազմակերպենք։ Ահա շատ լավ բան ես մտածել։ Ոգի մի քիչ Միշոյի մասին եմ մտածում, կարող այս Մարի հետի վերջի թեմաներից հետո չկարանա գան։ Հա դե մենք ամեն ինչ անենք, որ Մարիին ոչ մեկ չնեղացնի։ Դե այդ էլ ես ճիշտ ասում։ Վաղ նենց հավես անցնելու շուտվանից չենք ապարել մի լավ։ Բարև մռուտ։ Այսօր ես կորել, ինչքան ժամանակա չեմ տեսել քեզ։ Բարի ընկեր։ Հա, Սուրճ ջան, այս քանի օրը շատ խառն եմ, բայց հենց հարմարացնեմ, անպայման կհանդիպենք։ Անպայման, ես երկու թույն ֆիլմ եմ առանձնացրել, որ գնանք նայենք։ Սիրուն ջան։ Արա ընկեր ջան, էս ինչ դիմելա ձևա։ Ինչը դուրս չի գալ ընկեր ջան։ Նախ ես քո ընկերը չեմ։ Երկրորդն ընկերուս հետ ես խոսում։ Ինքը քո համար ոչ մռութ է, ոչ էլ սիրուն։ Եղավ արա։ Նախ առաջի անունը Սուրեն է։ Հետո էլ եթե Մագան քո ընկերուհին է, իմ քուրն է։ Իսկ ես միշտ իմ քրոջը, ջերմ խոսքերով եմ դիմում։ Ինքը իմ հարազատն է։ Ինչ կա դրա մեջ։ Նախ ընկեր ջան, իմ ընկերուհին աղբեր չունի։ Երկրորդն էլ, արիստեղ ես քեզի կասեմ ողորից հետո։ Իսկ դու հենց հիմա գնա տուն։ Դավ հանգստացի, ես ու Սուրենը իրար մանկապարտեզից ճանաչում ենք։ Մագ ասում եմ մի խառնվի ու տուն գնա ինձ։ Դու երևի սխալ ես հասկացել։ Ու Մագա ետել այդ տոնով չխոսաս։ Դու ինձ պետք է ասես, ես ինձ խոսամ։ Ձեռնեդ ազատություն չտաս, թե չէ։ Թե չէ, Հա, ինչ է։ Սուր։ Ինչ սամանում։ Չէ, պանիխիդա եմ գնալու, անկի տալիս եմ պահես, որ նորմալ վիճակում տեղ հասցնեմ։ Ես կով եմ անացել։ Դժվար ճանաչես։ Մեծ էր։ 97։ Հուսով եմ մտերիմ մարդ չէր։ Ամեն դեպքում ցավակցում եմ։ Շատ շնորհակալ եմ։ Բա ինչու՞ չէիր ասել, որ Մարգան անացել։ Դե գիտեի, որ քեզ ասեմ դրա մասին, ծանր է ստանելու, դրա համար որոշեցի քեզ խնայել։
Իսկ ինչու է հենց այս գունային գաման ընտրել։ Դե որովհետև հանգուցյալը այս գունային գաման էր սիրում։ Եվ առանց սև ժապավենի։ Ինչու՞ չես ասել, որ սև ժապավեն կապեն։ Դե որ ծաղկեփունջը այտենց տխուր մռայլ տեսք չունենա։ Այսքանով հարցերը սահմանափակվեցին, թե դեռ պիտի պատասխանեմ, չես տեսնում, մի քիչ նեղված եմ, կարես մի քիչ հարցեր տաս։ Բայց այս ժամին ինչ հոգի հանգիստ։ Սովորաբար այդ արարողությունը մինչև ժամը 8-ն է լինում։ Տես է, ամեն ինչ գիտի։ Դե այդ հանգուցյալի վերջին ցանկությունն էր, ոնց որ տենց որ երեկոյան կազմակերպեն իր հոգի հանգիստը, որ մարդկանց համար շոկ չլինի, բայց որ իմանայի տենց դեմս լինելու մի հատ տնեցիներ հետ խոսեի հանգուցյալը։ Դեմ չէ, ուղղակի զարմանում եմ։ Դե ծաղկեփունջը պինդ բռնի, զարմանքիցդ չշոկահարվեն։ Սովորաբար ընկեր ջան, ես մի բանը միանգամից ավել չեմ ասում, բայց քո համար ոնց որ պետք է մի քանի անգամ ավել ասեմ, ուշ է հասնում։ Սրանից հետո քեզ չեմ ուզում ընկերուս կողոտենամ, հասկացար։ Ու լսի, հանգարց չասես, քեզ չեմ զգուշացրել։ Մի անգամ էլ տեսա ոտերդ կջարդեմ։ Իմը գնաս տեից։ Սուր խնդրում եմ գնաս տեղից։ Լավ, կգնամ, բայց մենակ քո խաթր։ Դու ընդհանրապես լսելու ունակություն ունես։ Ես ամեն ինչ էլ ունեմ, մագա, բայց էս է դեպքը չի։ Ինչ մռուտ, ինչ սիրուն, քեզ ոչ մեկ չի կարող տես դիմի բացի ինձանից։ Դավ Սուրենը ինձ եղբոր պես է։ Մենք շատ մոտիկ ենք իրար հետ, մեր մամաները ընկերուհիներ են։ Մագա իմ համար լրիվ մեկա թե ինքով է։ Տեսավ քո հետն պետք է արդեն բառերը չափավորեր։ Էդ ի՞նչ ձև էր խոսում քո հետ։ Որովհետև մենք շատ մտերիմ ենք։ Ես էլ մագա լիքը աղջիկների հետ մտերիմ եմ, բայց ես թույլ չեմ տալ իրանց հետ այդ ձևով խոսամ։ Չէ, մեկա քո հետ խոսան անիմաստ է, մեկա դու ինչ չես հասկանում։ Այդ դու չես հասկանում։ Ու ընդհանրապես պետք է չթողես ոչ մեկ քո հետ այդ ձևով խոսա։ Դու նույնիսկ չթողեցիր, որ ես ձեզ իրար հետ ծանոթացնեմ։ Դու լը շարունակում ես դրա մասին մտածես, մագա։ Բա այլ ինչի մասին մտածեմ։ Դե ինչ ասեմ, մագա ջան, գնա քո մանկապարտեզի ընկերոջ հետ շփվի։ Դա ուր ես գնում, մի գնա։ Ես ինչ ես եկել։ Գործի։ Դու SMS չես ստացել։ Ինչ SMS։ Այսօր վաղը մարզումներ չի լինելու։ Չէի տեսել։ Բա ինչի։ Հարկայինի ստուգումներ կա, վաղը կարգավորում։ Դիճանը առիթի էի դա, սրանցիկիս հետ քեֆի էի, դրա համար չէի նկատել այս SMS-ը։ Նա ոչինչ կապով։ Լավ, ջան, դե գնամ։ Խնդրեմ, հասանք։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Տուն հասցնելու, նաև նյարդերս ծղոցելու։ Մի րոպես, ուր, տենց քո ասելիքը ասեցիր ու գնում ես, գոնե ծաղկեփունջդ հետդ տար։ Ինչ ծաղկեփունջ։ Այս գեղեցիկ ծաղկեփունջ, որ քո գեղեցկության առաջ գլուխ է խոնարհել։ Հասկացա, որ դուրդ եկել է, դրա համար առաջարկում եմ, որ հետդ տանես։ Շնորհակալ եմ իհարկե, բայց չեմ պատրաստում հանգուցյալի համար նախատեսված ծաղկեփունջը տանել տուն։ Համել այդպես ճիշտ չի լինի դատարկ ձեռքով գնալը։ Իհարկե չգիտեմ հանգուցյալն ով է, բայց թող քեզանից նեղացած չհեռանա։ Ինքը նեղացած չի հեռանա մի անհանգստացի, ես իր համար նոր ծաղիկներ կգնամ։ Նենց որ դու էլ լավ ես ծաղկեփունջը վերցրու շուտ գնա, որովհետև ես էլ կարևոր ավանդույթ ունենք, էլի գնամ որ չուշանամ։ Ավանդույթ։ Դե մենք ընկերներով ավանդույթ ունենք, որ երբ 90-ից մարդամանում գնում ենք հոգի հանգստին, առազատներին խնդրում ենք, որ հանգուցյալի ձեռքը հերթով մեր բոլորի գլխին դնի։ Դա հիմա լուրջ ես խոսում։
Դե հա, ամբողջ իմաստը այն է, որ մեզ ինչ լինում է ժամանակին լինի, այսինքն 90-ից հետո։ Չեմ հասկանում, հուսամ կատակ ես անում։ Թե նյարդերիս ամրությունն է ստուգում։ Արևս, ես վաղուց հասկացել եմ, որ քո նյարդերը պողպատից էլ պինդ են։ Մի րոպե, ուր ես գնում։ Անուշ, ծաղկ է փունջդ։ Քեֆս գալիս է, գիտեք չէ, որ ձեզ երկուսի տենում եմ այստեղ։ Կարող է համոզենք Մարին էլ գա աշխատանքին։ Ինձ թվում է, Կարոն քանի հիվանդանոցում է, Մարին կարա գա այստեղ, բայց երբ հիվանդանոցից դուրս գա լավանա Կարոն, էլ այստեղ չենք տեսնի, հա։ Ինչի ես տենց ասում։ Դե որովհետև վերջին 1000-ամյակում առաջին անգամ եմ քեզ տեսնում։ Հա ինձ թվում է, չէ, ավելի ճիշտ համոզված եմ, որ այդ Կարոյի պատճառով է։ Շատ խորն ես ամեն ինչ վերլուծում։ Իսկ դու ասա, որ այդ տենց չի։ Տենց է։ Ուղղակի դրա մեղավորը ես չեմ։ Ամեն դեպքում այդ ամեն ինչին կարաս մի քիչ ուրիշ ձև նայես։ Արմեն լավ էլի, եթե Կարոն ինչ-որ պահի քո հանդեպ վերաբերմունքը իր փոխել է, այդ չի նշանակում, որ ինքը առաջվանը չի։ Կարոն էլ առաջվանը չի։ Շուշ զգացել ես, այս վերջերս Արմենը Կարոյի պաշտպանն է դարձել։ Դե ճիշտ է ասում, եթե վերաբերմունքդ մի քիչ փոխես Կարոյի հանդեպ, բոլորիս համար է լավ կլինի։ Ես չեմ հասկանում, դուք պայմանավորվել եք, իմ դեմ եք գործում։ Քո համար ոչ թե քո դեմ։ 100% ճիշտ է ասում։ Այստեղ ինչ անում։ Դու ինչ ես գործել այստեղ։ Բարև, Արմեն։ Հա, ասենք բարև, հարցիս պատասխանում։ Կարևոր գործով եմ եկել։ Տիկին Լիդիան ա ուղարկել այն ինչ պիտի տայր իրեն, տուր ինձ ես կփոխանցեմ։ Քեզ։ Դե հա, եթե ես եմ եկել, ուրեմն ինձ։ Հա, ինչ ես առել կանգնել։ Գնա վեր տուր, որ տանեմ։ Հա, կբերեմ, բայց մինչև բերելը տիկին Լիդիայից պետքա ճշտեմ, ճիշտ ես ասում, թե չէ։ Չմոռանաս, պարտադիր զանգի։ Ալո, տիկին Լիդիա, հա, Արմենն է։ Էդոյն եք ուղարկել փողի հետևից։ Հա, լավ։ Ինչի զանգերից չես պատասխանում Նարե, էլ չենք շփվում, всё, հա, էլ ընկերներ չենք։ Եթե ես քեզ համար պարզապես ընկեր եմ, ուրեմն ինձ պետք չի այդ ընկերությունը։ Ինձ սառը ջուր բեր էլի Մարի։ Մարին այստեղ չի աշխատում, ես կբերեմ։
Չէ, Շուշի, տուր ես կտանեմ։ Մար, Ես մեղավոր չէի, կներես։ Ես ինչ ա եղել։ Ես ինչ ես անում արա։ Ես ուզում եի ջուր խմել։ Ընկերուհիդ ոտերի տակ չի կարողանում նայել։ Արա դու կարող վատ ես արել, հեսա կատա մի Միշո, հետո։ Մի արա։ Ասում եմ, ուղակի ջուր էի ուզում խմել։ Քո ընկերուհին ոտերի տակ չի նայում։ Արա սա լավ չի։ Մի արա։ Հետո վերցնում ես ես ու դուրս ես գալիս տեղից։ Նենց չի ձեր ասելով եմ գնում։ Ինձ սպասում են։ Արա փախի եք։ Ենքում գնա Միշո։ Մարս դու ոնց ես ամեն ինչ կարգին եք Հա, ում։ ես լավ եմ, դու հանգիստ եղի։ Արա սրանք տենում եմ չեմ կարող ինձ զսպեմ, ապե ուզում եմ տամ քիթը ջարդեմ։ Չէ, Միշ։ Եթե դու հիմա Այդոյի հետևից գնաս, խոսք եմ տալի, էլ քո հետ չեմ խոսի։ Լավ, ես ուղղակի չեմ հասկանում։ Դու ինչի համար ես ամեն անգամ դրա հետ կռիվ սարքում, Միշ։ Որովհետև էդի որ դեմս հելում է, չեմ կարող ինձ զսպեմ ախպեր։ Գիտես սուտ են ասում, որ ցավը ժամանակի հետ կորչում է, մեղմանում է։ Տենց բան չկա։ Այս կարոտը այնքան է ներսում շատացել, որ էլ ներսում չեմ կարող պահել։ Ես դա շատ լավ գիտեմ։ Քեզ հասկանում եմ։ Միշ, ինչի համար ես այդքան անհանգիստ։ մտածում ես Սեդոն մոտակայքում է։ Ես դրանից ամեն ինչ էլ սպասում եմ, Շուշ ջան։ Դու ուղղակի ամեն ինչ չափազանցնում ես։ Ես ոչ մի բան չէի արել։ Օթից եկավ կռիվ սարքեց։ Այն էլ փաբում, որ 1000 հաճախորդ կար ու կարա լուրերը շուտ տարածվեր ու ազդեր փաբի վարկանիշի վրա։ Դե հասկանում եմ, հա մտահոգությունդ։ Այդ ամեն ինչը վատ է, բայց պետք է Արմենի հետ խոսել, որովհետև իմ կարծիքով այս ամեն ինչի առաջին մեղավորը հենց ինքն է։ Բա ինչ ես մենակ, ես ոնց է դավոն հետը չի։ Որովհետև երեք տեղը տեղին իրար հետ վիճել ենք։ Այսօր զանգեց, ասաց, որ 5 րոպե ուշ կգա իմ հետևից, բայց ես ասացի, որ իրան չեմ սպասելու։ Յա, սերը պրծավ արդեն։ Ես չեմ հասկանում այս վհուկից ես պրծում չունեմ։ Բոլոր հաճախորդները մեր վերաբերմունքից ու սպասարկումից միշտ գոհ են մնում։ Իսկ ինձ հակառակն են ասել։ Օրինակ, երեկվա դեպք։